Սենց ասեմ, պետության վնասը իմիջային և բոլոր առումներով խայտարակ է, չի քննարկվում, յուրաքանչյուր կրթություն ունեցողը, չեմ ուզում վիրավորել կրթություն չունեցողին, կրթություն ունենալ նկատի ունեմ այդ պետության գաղափարի վնասների վերաբերյալ ուզում ասել, կհաստատի, որ պետության իմիջային վնասը խայտարակված է։ Հեցի և Կարապետյան Սամվելի ռեյտինգային օգուտը շատ մեծ է։ Այսինքն միանշանակ իր ռեյտինգը բարձրացել է, չեմ կասկածում։ Ֆինանսական վնասների վերաբերյալ չունեմ ես ինֆորմացիա, չեմ կարող ասել, որտեղ հստակ հաշվարկ չունենք։ Դա ավելի շատ ուրիշ դեպքում պետք է գա։ Երկրորդը պետական կառավարման ռիսկերը, ախր միջազգային փորձը չեն ուսումնասիրել, միջազգային փորձով, եթե չեմ սխալվում, Արգենտինա, Բոլիվիա և մի քիչ թե շատ զարգացած երկրներից Հունգարիան է եղել, որ պետականացրել են, ինչպես փորձագետներից մեկը նշեց, անունը չեմ հիշում ճիշտ ասած, կարդում եմ այսպես Թորենզների, բայց շատ գրագետ է նշել, որ պոպուլիստ Օրբանը եկավ վարչապետ, այդպես որոշեց պետականացնել եւ այլն, եւ իրենց անալիզն եմ ասում, էլի ես ձեզ այսօր չեմ տալու ինֆորմացիա, որը հետից է։ Իրենց անալիզով, ուրեմն բոլոր տեղերում առաջացել են ֆինանսական ներդրումների խնդիրներ, առաջացել են հոսանք այդ մատակարարման խնդիրներ եւ որը բերել է սակագնի թանկացման։ Այդ բոլոր տեղերում։ Դա ունենք միջազգային փորձը, որտեղ փորձել են պետականացնել։ Երկրորդը պետության կառավարման որակը բոլորս գիտենք։ Չանցնելով քաղաքականության չեմ ուզում, բայց որպես քաղաքացի, որպես բոլորը շփվում ենք, տեսնում ենք, հիմա եթե տրանսպորտի ոլորտը լավ չի կառավարվում, տրանսպորտի նախարարություն չունենք, բայց այդ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն էլ պետք է ապապետականացնենք, ինչ պետք է անենք։ Այսինքն այս չափորոշիչները, որոնք որ դրված են, շատ սխալ են դրված։ Հիմա եկեք համեմատենք պետական յուրաքանչյուր ոլորտի հետ հեցի աշխատանք։ Տանք մի հատ անկախ աուդիտորական կազմակերպության թող աուդիտ անի, թող համեմատական տանի։ Բայց այս ամեն ինչից դուրս գալով ես նախորդ օրը նշել եմ, հիմա ուզում եմ կրկնել բոլորիդ առաջ, հեցը եւ Կարապետյանը պայքարում են հեցի համար մի քանի պատճառներով, կնշեմ միայն մեկը իմ կարծիքով առաջնային։ Լինելով ես օրինակ լինելով 20 տարի այս ընկերության երևի թե մեծ մասը ղեկավար այսպես կազմում, պատկերացնում եմ համակարգը, չեմ ասի 100%, որտեղ 100% ոչ մի բան չի լինում, բայց բավականին լավ եւ տեսնում եմ ինչ է կատարվում։ Ռիսկերը շատ մեծ են։ Կառավարման առումով, ներդրումների ներգրավման առումով, պետական կառավարման համակարգը ինքը իրենով կոմունիստական կլինի, չգիտեմ ինչ կլինի, այդ մտածելակերպով միշտ համարվում է, որ շատ ավելի հեշտ է գողանալը, շատ ավելի հեշտ է կամ ավելի, չգիտեմ, մարդիկ մի քիչ այլ կերպ են մտածում, դա պետական է։ Մասնավորեցման հիմքում հենց եղել է, որ մասնավորեցվի այսինչ ընկերությունը, այսինչը մասնավորեցվի, որպեսզի ավելի լավ կառավարի։ Եվ այդպես էլ եղել է։ Ինչ վերաբերվում է պետական մարմիններին, այստեղ գնում է տարբեր մարմինների զրոյացում։ Հիմա այս օրենքով զրոյացնում են հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովին որպես այդպիսի։ Պրոստը զրոյացնում են, որտեղ ինքը տարիներ շարունակ կարգավորել է մի բան, որ չպետք է կարգավորել կամ այլ կերպ պետք է կարգավորել։ Հիմա սննդի անվտանգության տեսություն գոյություն ունի, այդպես որակի մտքիս եկավ, ոչ թե ինչ-որ բան, հեռվում, եթե միտեղ սնունդը վատ որակ եղավ, սննդի անվտանգության տեսությունը կանոններ է սահմանում, այդ կանոններով առաջնորդում, փակում են, ուղղում են, չգիտեմ, եւ այլն եւ այլն։ Ասպեն չէ, սննդի անվտանգության տեսությունը, если պետք է վրաս պետականացվի։ Գնում ենք պետականացման։ Չգիտեմ, աշխատանքի տեսությունը ստուգում արի ամեն ինչ նորմալ է եղել, տվել է, որ էսել ուղեք ամեն ինչ լավ կլինի, ասում են չէ, գնում ենք այս քո ուղումները սխալ է, մի հատ հետ են գնում, տենանք ինչ խնդիրներ են եղել, հետադարձ ուժը вообще խայտարակություն, ընդհանրապես։ Գնում ենք դա ենք պետականացնում։ Այստեղ ախր լավ ինչի մասին խոսես։ Չկա ոչ տրամաբանություն կա, ոչ հիմք, լավ ընդունենք պետականացումը լավ բան է։ Մի պահ եկեք պատկերացնենք, շատ լավ բան է պետականացումը եւ շատ լավ էլ կառավարվել է։ Ընդունենք տեսականորեն, որին չեմ հավատում։ Լավ, հիմքը ո՞րն է։
Ինչ-որ հանրային գերակա շահ, քաղաքացիների շահ, չէ, ես խոսում եմ օֆիցիալ հիմքի մասին։ Դե ոչ օֆիցիալը բոլորս պատկերացնում ենք, խոսում եմ օֆիցիալ հիմքի, ո՞րն է։ Չկա։ Ինչ-որ հանրային գերակա շահ, ինչ-որ խմբի, այդպես է ոնց որ թե գրած, տենց անգիր ունեմ մոտս այդ բանը, օրենքը չարադառնամ օրենքի։ Այսինքն հիմքը չկա, որ մարդուն ներկայացնես մեղադրանք, ասես այս սրա պատճառով մենք ուզում ենք սենց լինի։ Փորձեցին գեներացնել մոլով, չգիտեմ, ես Երևանի անջատումով մյուսով սենց բերեմ պիկի, փուչիկները տարակեցին հերթում։ Անգամ երեք մի բան լինք ուղարկեցին ինձ հաղորդման, եթե չեմ սխալվում, իմ նեմնիմն է։ Տղաները բան էին քննարկում, այնտեղ մի հետաքրքիր ինֆորմացիա եղավ, որ ինձնից էին հավումներ անում, եւ մի հետաքրքիր ինֆորմացիա եղավ, որ այդ մոլի ինչ-որ խանութի վարձակալներից մեկը ասել է, որ ինքը նախորդ իրեն տեղեկացրել են, որ այսօր հոսանքազրկում են։ Լավ, անում եք, գոնե այդպես փնթի ու Ну, այդպես չեմ կարող ես պնդել, չեմ ճանաչում, որև սեփականատիրը, ես ընդհանրապես հղում եմ անում տղաների այդ ոդկասթի ասածը։ Այսինքն, այս առումով անկեղծ շատ դժվար է խոսել մի երևույթի մասին, որը չկա, որը չի կարող լինել ավելի շնորհ, ոչ թե չկա, չի կարող լինել այդպիսի բան։ Առանց մեղադրանքի, որը դու պատկերացնում ես մարդուն բռնեն, առանց որից է մեղադրանքի տանեն նստացնեն, թիվ հաշիվ չկա։ Եվ ամենակարևոր խնդիրը այս օրենքով հանձնաժողովի նախագահին վերապահում են, ուրեմն ասեմ ձեզ, քննիչի, դատախազի, դատավորի, միջազգային արբիտրաժի, միջև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար, բան, դες բոլորի գործառույթները խառնում են իրար եւ տալիս են այս մարդուն, ասում են՝ «Դավայ, գնա, ինչ պետք է, սեփականացրու»։